Հնդկաստան, հեքիաթային և ծայրահեղությունների շքեղ երկիր, որը գրավում է իր գույներով և ճարտարապետությամբ։ Կերամա Մարացի ընկերությունը չշրջանցեց այս հնագույն երկիրը, ավելացնելով այն 2014 թվականի երկրների ցանկին Հնդկաստանի թեմատիկ հավաքածուով։ Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի չափազանց օրիգինալ և ինքնատիպ հավաքածու յուրահատկությունը գնահատողների համար։ Համեցեք ծանոթանալու այս տարվա նոր հնդկական հավաքածուին Կերամա Մարացի նորաբաց խանութ սրահում։ Ոչ լարվածություն կա, ոչ ուղղակի ասելու են այդ մեկի անունը, որ հաղթել է, որտեվ նախագծի ձևն է տենց։ Իսկ նենց մենք արդեն հաղթել ենք, դրա համար էլ ինձ թվում է երեքս էլ հանգիստ ենք լինելու։ Չեմ մտածում, որ ես կամ նա կամ ուղղակի ուրախ եմ, չգիտեմ, ու շատ էներգիա ունեմ, չգիտեմ որտեղ ծախսեմ։ Հուսանք ամեն ինչ լավ կլինի, չնայած ամեն ինչ լավ կլինի ցանկացած դեպքում։ Ում անունն է որ հնչի այսօր, ես անչափ ուրախ կլինեմ նրա համար, այնպես կուրախանամ, ինչպես իմ համար կուրախանայի, մի բան էլ հավել։ What did they do just when everything looked so dark? Դե առավոտ որ սարթնեցի, լրիվ ուրիշ տրամադրություններ, տխուր, ինչ-որ ջղային, բայց հիմա լրիվ ամեն ինչ փոխվել է, չգիտեմ երևի ես լավ միջավայրից էր, որ մեր բոլոր ընկերներին տեսանք։ Այդ ապրումները, որը պետք է ունենայի, ունեցել եմ այն ժամանակ, երբ որ Անդրեն հաղթել, Անդրեն մեր պրոդյուսերն է հաղթել, բայց էլի չեմ կարողացել ցույց տալ, որովհետև ես չեմ կարող ուրախանալ այն ժամանակ, երբ որ մեկը տխրում է։ Այսօր մի քիչ տխուր եմ, որ վերջանում է պրոյեկտը դրա համար, որովհետև հաստատ համոզված եմ, որ վերադառնամ ինչ-որ մի բան միշտ չի հերիքելու ու եթե ճիշտն ասեմ, հələ չեմ ուզում։ Վահեն X-Factor 3! Վահեն շնորհավոր, դու X-Factor-ն ես! Հեյ! Moments when two hearts are kin. Magic moments, memories we can share. I'll never forget the moment we kissed the night of the hayride. The way that we hugged to try to keep warm while taking the sleigh ride. Memories we've been sharing. Magic moments when two hearts are caring. Մի քանի անգամ ասել եմ, որ եթե ես որոշողը լինեի, ես կուզենայի շատ, որ Վահեն լիներ X-Factor-ը և առաջին անգամ իմ և X-Factor-ների և մնացած բոլոր պրոյեկտների, որ մասնակցել եմ, իմ և ժողովրդի կարծիքը, կարծես թե ֆինալում համընկավ։ Շատ ուրախ եմ Վահի համար, հուսով եմ, որ նա կշարունակի անպայման
Եվ հույս ունեմ, որ չի կորցնի այն բոլոր բաները, որոնց համար նրան սիրեցին եւ հաղթանակ վարդեցին։ Memories we've been sharing, magic moments when two hearts are caring. Time can't erase. Մենք շատ ուրախ ենք իրոք։ Իրոք մեր համար տարբերություն չկար, թե ով կհաղթի, ես իրոք անչափ ուրախ եմ Վահեի համար ու մաղթում եմ իրան, որ ինքը սրանով չբավարարվի ու աշխատի։ Time that the floor fell out of my car when I put the clutch down. The penny arcade, the games that we played, the fun and the prizes. The Halloween hop when everyone came in funny disguises. Չեք պատկերացնի անկեղծ ինչքան ուրախ եմ ես հենց հիմա։ Ես որ չգիտեմ ինչ անեմ, այսօր Վահեն չեմ թողեմ միշտ խմի, բայց այսօր պետք է խմցնեմ։ Ես առանց էլ ես երբ որ հուզված չեմ կրնա խոսամ։ Ես չեմ հավատում։ Չիտեմ խնդամ թե լացոնեմ։ Ոչինչ որ լենական բարբարով խոսամ։ Շատ շնորհակալ եմ բոլորի դեր իմ կողքս եք եղել ժողովուրդ։ Հիմա արդեն կարող եք անկեղծանալ, կար տարբերություն թե ում անունը կհնչի, Անդրե, թե ոչ։ Ինձ համար իսկապես չկար տարբերություն, որովհետև ես շատ խաղաղ, շատ հանգիստ կանգնած եմ, որովհետև նրանք երեքն էլ ինձ համար հաղթող են, նրանք երեքն էլ X Factor են եւ երեք ես ասել եմ, որ եզրափակիչը 3 էր, իսկ գլխավոր մրցանակը դա երեկվա ժողովրդի ջերմ սերն էր, որ ժողովուրդը տվեցին նրանց։ Ես աշխատանքը շարունակելու եմ նրանց հետ, ով որ իսկապես ցանկանա, որ այդ ամեն ինչը շարունակվի, որովհետև գլխավոր մրցանակը իմ կարծիքով հենց դա է, հետագան է եւ հետագա մեր աշխատանքներն է 3 տղաների հետ։ Նրանք երեքն էլ իրար հետ այնքան ջերմ հարաբերությունների մեջ են, որ նրանց մեջ չի կարելի դնել տարբերություն, թե ով է հաղթել, ով չի հաղթել։ Այստեղ ամեն դեպքում հաղթել է մասնակցությունը։ Իսկ ինչ վերաբերում է Վահեին, ամենակարևորը, որ նա հանկարծ մի վայրկյան այս հաղթանակից հետո չկորցնի, որպեսզի գործի աշխատի, երգեր ձայնագրի, համերգների մասնակցի, որովհետև այս պրոյեկտը հենց դրա համար է ստեղծված։ Կարծում եմ, որ պրոյեկտում աշխատող մարդը ինքը պետք է լինի ավելի օբյեկտիվ, այսինքն չդատի միայն իր տեսանկյունից։ Համենայն դեպս այն ինչ տեղի ունեցավ իմ սրտով էր, որովհետև Վահեն շատ խոստումնալից է, չմոռանանք, որ նա դեռ շատ պատանի է եւ բացի դրանից նա երբևիցե չի զբաղվել երաժշտությամբ, իսկ դա նշանակում է, որ նա շատ ժամանակ եւ շատ մեծ պոտենցիալ ունի աշխատելու եւ ինչ-որ բանի հասնելու։ Քանի որ իրենք հենց տղաները երեքով ամենասկզբից շեշտում էին, որ իրենց մեջ հաղթող չի կարող լինել եւ ես չէ որ դա պետք է պահեմ, իրենք եթե դա պահեն, ապա ինձ համար եւ իմ ֆավորիտն է հաղթող եւ իրական հաղթողն է հաղթող եւ այն տղան Հայկը, որ երկուսից մնաց դուրս, նա էլ է հաղթող։ Կարևորը որ իրենք իրենց մեջ դա պահեն, մնացածը ես սովորել եմ հարգել եւ հաշտվել հանդիսատեսի քվեարկության հետ։ Ես շնորհավորում եմ Վահեին, մանավանդ այն պահի, որ զգացի ինչքան իր սրտից էր այդ ամեն ինչը, շատ ուրախացա իր համար, անկեղծությունը դեմքին էր, արժանի տղա էր իրոք եւ շատ ուրախ եմ, որ ինքը ունի հիմա ամեն հնարավորությունը եւ հնարավորությունները եւ սիրված լինելը եւ տաղանդը, որպեսզի շարունակի։ Հույսով եմ կշարունակի։ Իրոք ունենք այդ ամեն ինչի կարիքը, թող որ սա նրա համար լինի առաջին հաղթանակը, բայց ոչ վերջին։ Oh little girl of mine, you sure look fine. Yes, you appeal to me. I never said you. Այն տպավորությունն է, որ բոլորի համար է նույն ձև կուրախանայի, բացառությամբ Հայկի Հունանյան, բայց
Ես համամիտ եմ։ Լավ տրամադրություն ասել, լավ մթնոլորտ է, շնորհավորում ենք Վահեին։ Ցանկանում ենք, որ ամեն ինչ չսպառվի ու այս սկիզբը լինի առաջին հաղթանակի։ As we go strolling by, it's not so hard to see that they all envy me. Ասած, այո, մենք տենց վատներ չէր կարի որ ասալ Շատ ուրախ ենք, որ Վահեն է հաղթել, ճիշտ է ամեն հաղթողի համար էլ ուրախ կլինենք, ու հաղթել է Վահեն, շատ ուրախ ենք, շնորհավորում ենք, թող որ այս նրա առաջին, բայց ոչ վերջին հաղթանակը լինի, թող հաղթանակները շարունակական լինեն իր կյանքում։ Ամենանվազագույն հաղթանակը թող սա լինի։ Այո։ Անսահման ուրախ ենք, հաղթեց մարդ տեսակն ու հաղթեց բարությունը, իսում է այդպիսի մարդ չինի, որ դժգոհ կլինի, այսպես ասած, ինչպես տեսնում եք բոլորիս դեմքին լայն ժպիտներ են, կրկին անգամ շնորհավորում ենք Վահեին, իր երկրպագուներին, հարազատներին ու ընկերներին։ Եվ իհարկե Անդրեին ամենամեծ շնորհավորանքը։ Նորություն չի, որ բեմը անկեղծ մարդկանց համար է ու այս անգամ հաղթեց անկեղծությունը։ Անդրեին շնորհավորում եմ։ Իրոք շատ ուրախ եմ, որ նրա աշխատանքը գնահատվեց, որտեվ ինքը ոչ մի ջանք, ոչ մի վարքյան չի խնայել, որ իր տղաները փայլեն բեմի վրա, եւ հենց այդ ընթացքում, որ իր աշխատանքը կարծես ավարտված էր եւ նա պետք է նստեր եւ վայելեր համերգը, ոչ մի վարքյան չէր հանգստանում, մինչեւ իր տղաների գործը չէր ավարտվում։ Այնպես որ ես ուրախ եմ, որ նրա այդ չարչարանքները, տանջանքները իրոք գնահատվեցին եւ նա դարձավ հաղթող։ Անչափ շնորհակալ եմ բոլորին, շնորհակալ եմ X Factor 3-ի ողջ անձնակազմին, այսինքն մարդիկ, ովքեր որ կադրից դուրս են աշխատել մեզ հետ, այն հսկա, լավագույն թիմը Հայաստանում, որը որ ինձ հետ աշխատել է, որովհետև ես առանց ձեզ, առանց թևերի եմ, որովհետև դուք եք ինձ տվել թևեր, որպեսզի ես կարողանամ ստեղծագործեմ, ճախրեմ եւ շնորհավորում եմ այդ բարձունքի համար։ Ձեզ, շնորհակալ եմ։ Հույսով եմ շուտով կհանդիպենք։ Լավագույն տղաները հաղթեցին, Անդրեի հետ միասին։ Երբ որ տղաների խմբում էինք, ես ասեցի, որ բոլորն էլ իմ ընկերներն են, բայց ես ֆավորիտ տեսնում եմ հենց Վահեին, շատ ուրախացա Վահեի համար, որ իմացա նա հաղթեց։ Տղաներին էլ ուզում եմ, որ չնեղվեն, հանկարծ չընկճվեն, հաստատ ամեն ինչ արժևում է, այն սերը որ ունեն, արդեն ամեն ինչ է իրանց համար, բոլորի համար շատ ուրախ եմ։ Ես եմ մտածեցի, արդեն հավատամ գոր։ Չեմ կանա խոսամ։ Քո հանդիսատեսը քեզ սպասում է։ Գիտեմ, մի տեսնում իրանց արձագանքը, շատ շնորհակալ եմ բոլորին, որ իմ կողքից են եղել։